Նորից բարույս երեկո սիրելի հայրենակիցներ, գաղափարակիցներ, Facebook-յան ընկերներ ջան, սիրելի մարդիկ, շատ կարևոր խոսակցության մասին եմ ուզում ձեզ հետ խոսեմ եւ խնդրած կրնեմ, եթե հարկ եք համարում, իսվեք ձեր էջերում, որպեսզի քիչ առաջ իմ խոսակցությունը, որ ես եմ խոսակցություն ունեցել ինձ ծանոթ թոշակառու մեր տատիկի հետ, որպեսզի մեր շատ թոշակառու տատիկ պապիկներ այս իրականությանը, այս խոսակցությանը ծանոթանան եւ կեղծավոր կենացների գայթակղության գերին չդառնան։ Ես ինչպես միշտ, խոսափելով դիվանագիտական խոսությունից, իմ գյուղավերի լեզվով, բառապաշարով, ինչպես միշտ շփվել եմ ձեզ հետ, ձեզ բարձրաձայն իմ մտքերս արտահայտվել եմ, իմ գնահատականներս հնչեցրել եմ, այդպես էլ միշտ շարունակելու եմ իմ ոճով, իմ գյուղավարի բառապաշարով ձեզ հետ շփվեմ մարդիկ ջան։ Տեսեք, քիչ առաջ մի հատ զանգ ստացա ինձ ծանոթ մի հատ տատիկի կողմից, նախ ուզում եմ ասեմ տատիկը շատ ողջավորված էր, մեր շատ սիրելի հայրենակից տատիկը շատ ողջավորված էր եւ ամբողջ խոսակցության մեջ մենակ իր շնորհակալությունն էր հայտնում իշխանությանը։ Իր շնորհակալությունն էր հայտնում մեծական սենց իր օրհնանքներով ես սրանց ցավը տանեմ, ես սրանց կյանքի մեռնեմ։ Մեր տատիկը իր մեծավարի խոսույթով, բառապաշարով սենց սրտանց շնորհակալություններ հայտնում իշխանությանը, այս վերջի իշխանությունը, կառավարությունը հայ մարդու սեփական կողմից ձևավորված հայ մարդու հոգսով, դարդով, խնդիրներով ապրող իշխանությունը ոչ թե մի օրենքն է մշակել, ընդունել ի նպաստ Հայաստանի Հանրապետության եւ հայ մարդու, շատ օրենքներ ընդունել, շատ աշխատանքներ արել հայ մարդու համար, բոլոր ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում չկա այնպիսի ինստիտուտ, սկսած առողջապահությունից, վերջացրած ոստիկանության նախարարությունով, դատական համակարգներով, իրավապահ, քաղաքական ինստիտուտներով, չկա այնպես մի ոլորտ, կրթություն, մշակույթ, Ժորժան, չկա Հայաստանի Հանրապետությունում այնպես մի ոլորտ, այնպես մի ինստիտուտ, որտեղ դեպի լավը, դեպի զարգացող փոփոխություն արված չունի, չկա, այդ ձև ոլորտ գոյություն չունի։ Բայց բոլոր ոլորտների մասին ժամեր, օրեր, ամիսներ պետք որպեսզի խոսանք։ Այն բոլոր ոլորտների, որտեղ տեղի ունեցել փոփոխություններ դեպի լավը, դա հայ մարդիկ տենում են, տեսել են, վայելում են այդ հաճույքը, այդ հարմարությունը սկսած մանկապարտեզներով, դպրոցներով, ճանապարհներով, ամեն ինչով, այդիներով, ամեն ինչով։ Մարդիկ անընդհատ, այո, կա, անընդհատ ամեն օր կա բացահայտելու, ամեն օր կա ցուցադրելու, մատուցելու, ասեն կարող է մի աշխատանք կատարվել է X վայրում, մյուս X վայրում չի կատարվել, որ 5 օր հետո է կատարվելու կամ մի ամիս հետո է կատարվելու, կարելի է այդ աշխատանքը եւ անպայման կարելի է որպեսզի ցուցադրած, մատուցած հայ մարդուն, որտեղ սիրելի հայ մարդ, ասենք այս X վայրում այս աշխատանքը որ արվել է, այս նույն աշխատանքը գալու է քո վայր, տեղափոխվելու է քո վայր, այս աշխատանքը քո վայրում էլ անելու, որպեսզի մարդիկ ծանոթանան ինչ է կատարվում, որովհետև բոլոր աշխատանքները, ասենք ճանապարհներ է սարքվում, Հայաստանի Հանրապետության, որ ճանապարհը սարքվում է, ասենք Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով գյուղերով բանով, մի անգամից ճանապարհները չի սարքվում, կամաց սարքվելով առաջ կամ դպրոց կամ մանկապարտեզ, որ սարքվում է ամբողջ Հայաստանի Հանրապետությունով մեկ քաղաքներով գյուղերով բանով, մի անգամից չի սարքվում, կամաց է, չէ՞ սարքվում, այդ կամաց որ է սարքվում, դա պարտադիր է, պաշարժ մակարդակով մատուցել հայ մարդուն։ Բայց լավ, որպեսզի չերկարացնենք, սենց չեմ կարող էլի մի հատ խոսքը սենց կիսատ պատմեմ, ես պետք է մի քիչ երկար խոսանք, դե ձև է հիմա։ Սիրելի մարդիկ, այդ տատիկը զանգեց, սրանից ինչի համար տատիկը զանգեց, որովհետև սրանից մի 10 օր առաջ, թե 15 օր առաջ, ներողություն, 15 օր առաջ իմ ծանոթն է տատիկը, խոսակցություններ, ասենք խոսակցությունը ինչից ստեղծվեց, որովհետև մեր շատ սիրելի տատիկը ունի մի հատ որդի, որը 40-ից եւ ավել տարեկան է, բայց միջև 40 քանի տարեկան է, միջև հիմա մեր շատ սիրելի տատիկի այդ տղան սպասում է ամսվա 1-ին, թե երբ պետքա տատիկի թոշակը ստանա, որ այդ թոշակից մի 10-15 հազար դրամ սենց քերի տան իր համար պապիրոս առնի, արաղ առնի խմի, հասկացա՞ր, ու նստած տատիկի 40 տարեկան այդ տղան նստած բողոքում է, դե թոշակները չբարձացրին, այս չարին արա, դե մամվել ջան լավ էլի, մեր մասին մտածող չկա, պարգևավճար բան, այդ 5-րդ ալի բանա տեսել, ռաբիս երաժշտության տակ կենացներ ա լսել, ու հարբել է։ Ասում եմ, վերջը դες խոսում ենք, բան ենք անում, տատիկն է դե ասում է հայլի տղա ջան, դե որ մի 10-20 հազար դրամով բարձացրել էր, ավելի լավ կներելի, ասում տատի ջան, գիտես ինչ, ու տատիկին ես բացատրում եմ,
Այն ինչքանը որ ես ծանոթ եմ, ինչքանա տատիկի թոշակը բարձացել, ես տատիկին սաղ, բաշաշ մակարդակով, երկուսե գյուղացի մարդ, գյուղական եզով սենց բացատում եմ, ասում տատի ջան։ Աստված չանի, որ պահը գա, դու զգալու ես, որ քո թոշակը ասենք 1 միլիոն, 2 միլիոն, 4 միլիոն դրամով ավելացել է։ Ասում եմ ոնց։ Ասում եմ այ առողջապահությունը, կառավարությունը առողջապահության ոլորտում այդտեղ օրենքներ է մշակել, որ քո հիվանդության համար վճարելու է։ Վճարելու է։ Դա տարա որ քո աշխատավարձը բացացավ ասենք 1 միլիոն դրամ, որ դու քո 100, չգիտեմ, 100 տարվա քո թոշակն է։ Տատիկս հասկացավ։ Արա ասում է հա էլի, իրոք, բայց տատիկի կողքի նստած տղեն, տատիկի տղեն չի հասկանում, որովհետև նրան չի հասկանում, նրան չի հետաքրքրում, որ իր մամայի այս առողջության համար Աստված չանի որ կարիք ունենա։ Պետությունը վճարում այդ փոփոխությունները արդեն տեղի ունեցել առողջապահության նախարարությունում։ Այդ 40 տարեկան եզին հետաքրքրում է որ 20000 դրամի տատիկի թոշակ ավելանա, տատիկի առողջությունը միան։ Աստված չանի տատիկի մի բան ունի, դե կտանի հիմա բան կանի։ Հորով մորով կանի տատիկի։ Նրան հետաքրքրում է որ ոչ թե միսը 30000 դրամ տատիկի թոշակիցը վերցնի։ Տանի արաղարնի լակի, այդ 50000 դրամ վերցնի տանի արաղարնի լակի։ Դրա համար տատիկի տղեն 40 տարեկան եզը ողջևորված շարժումներ են անում։ Հիմա տատիկ այսօր զանգեց, սիրտս մի քիչ այնքան հուզվեցի։ Զանգեց, ասում է տղա ջան։ Կարոջ, սես կարճ եւ կոնկրետ, էլի։ Ժորժ ջան, 1,370,000 դրամ տատիկը բուժում աստացել, որը վճարել է պետությունը։ 74 տարեկան տատիկը 1,370,000 դրամ բուժում աստացել։ Այնտեղ ասես տեսողության հետ խնդիր ուներ դրա վրա են այդ բուժումն աստացել, սրտի հետ, չեմ իշմասի ինչ որ ստենդ են դրել թե ինչ։ Մի խոսքով տատիկը վերականգնել է իր առողջությունը։ Իր առողջությունը վերականգնել է։ Եվ իր առողջության հետ վերականգնելու այդ ծախսերը 1,370,000 դրամ չեմ հիշում, մոռացա մի հատ թիվ ասեց։ Վճարել է պետությունը։ Այս վերջի առողջապահության ոլորտում կատարած այս փոփոխությունը որ տեղի ունեցել։ Սիրելի տատիկ ջան, տեսար չէ, որ մենք ճիշտ ենք ասում, որ մենք կենաց չենք ասում։ Աստված չտա, որ մեր տատիկ պապիկները առողջության հետ խնդիր ունենան եւ վստիված պետք է այդ ծրագրից օգտվեն, թող մեր բոլոր տատիկ պապիկները քաջ առողջ ունեն, որտեղ ձեր առողջությունը թանկ է եւ կարեւոր է մեզ համար։ Բայց նաեւ հասկանում ենք, որ Ժորժան հիմա ես գնամ, եթե մի հատ sense ոտից գլուխ ստուգվեմ, 100% հիվանդություն լինելու է։ Չկա ինձ մարդ, որ գնա ստուգվի, ինչ որ մի հատ հիվանդություն չունենա։ Չկա այդ բան չկա էլի, այդպես լիարժեք առողջ մարդ հիմա մեր հասարակության մեջ գոյություն չունի էլի։ Մեկը պոշկի խնդիր ունի, մեկը սրտի, մեկը տեսողության, մեկը չունի, տարբեր տեսակի խնդիրներ ունեն։ Մանավանդ մեր մեծերը, այսքան դաժան տարիներ կյանքեր են ապրել ստրեսի մեջ, տարբեր տեսակի հիվանդություններ հաստատուն են։ Սիրելի տատիկ պապիկներ, ոնց որ այ մեր տատիկը այսօր ասեց, որ ես չէի պատկերացնում որ ինչքան գումար ես թոշակիցս ինչքան պետք է հավաքեի, որ ես բուժման հարցերը լուծեի, կամ ծախելու բաներ չունեն, ինչ պետք է ծախեի, որ ես հարցերը լուծեի, ումից պետք է պարքանեի, վարկ վեր ունեի, արդյոք վարկ տային թե չտային, բայց ասում եմ, մի խոսքով տատիկի են շնորհակախոսքերը ես ուզում եմ բարձրաձայն, սենց տատիկի խոսքեր արտահայտվեն, որ ինքը շատ հուզված, իր անկեղծ շնորհակալական խոսքերներ հայտնում իշխանությանը եւ իր բարի մաղթակներով իր մեծավարի օրհնանքներ տալիս ես։ Տատիկի բառացի ես չէի կարա, այս խոսակցությունը, ասի տատի ասեցի, եսա հենց հիմա խոսակցությունը մենք վերջանում ենք, մտնում եմ ուղիղ եթեր ցավը տանեմ։ Քո այս խոսքերը, քո այս ուրախությունը, քո այս գնահատականը ես բացարձակ պետք է արտահայտեմ, ասես խնդիր չկա տղա ջան, խնդիր չկա։ Տատիկի 40 տարեկան տղա։ Ինչ կա, ոնց ես։ Հա? Տատիկին 40 տարեկան տղա։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս, գնա եւ աշխատի։ Աշկդ մի դիր 75 տարեկան թոշակառու տատիկի վրա, թե տատիկը եփ պետք է թոշակ ստանա, որտե թոշակից մի 20-30,000 դրամ գողանաս, տանես արագ առնես լակես։ Այդ տեսակն է համանցածներում կոմենտներ գրում։ Տատիկի թոշակի հույսին ապրողները, տատիկի թոշակը գողցողները, դրանք են կոմենտներ գրում։ Ամոթ ձեզ, թե դուք իսան եք արա։ Սիրելի տատիկ պապիկներ, մի բան լավ իմացեք։ Մի բան հստակ իմացեք, որ այսօր ձեր սեփական իշխանությունը այնպես օրենք է ընդունել առողջապահության ոլորտում, որ Աստված չանի, որ ինչ որ մեկը լուրջ հիվանդության խնդիր ունենա, պետք է նստի սպասու եւ աղոթի Աստծուն եւ սպասի Աստծու հրաշքներին, կամ նստած սպասի, թե մահը եփ է վրա հասնելու։ Դուք այլևս այդ խնդիրը չունեք ձեր սեփական իշխանության կողմից ընդունված որոշման
Արդյունքի շնորհիվ ոչ մի չունե որ հայ տատիկ պապիկ չունի այդ խնդիրը, որ հիվանդությունը չոքի իր դուրը, ինքը պետք է Աստծո հրաշքին սպասի, կամ սպասի թե երբ է մահը չոքելու իր դուրը։ Դուք չունեք այդ, դուք զրկվել եք այդ հնարավորությունից։ Այլևս դուք չեք նստելու Աստծո հրաշքին սպասեք եւ մահը սպասեք թե մահը երբ է չոքելու ձեր դուրը։ Այլևս ձեր հիվանդության համար, ձեր հիվանդության հոգսերով հոգում է ձեր սեփական իշխանությունը եւ ձեր բուժումների համար վճարում է ձեր սեփական իշխանությունը։ Սա շատ կարեւոր բան է։ Սա շատ կարեւոր բան է։ Մեր բոլոր տատիկ պապիկների թոշակառուների մանավանդ չունևոր տատիկ պապիկներին, ում որ հարուստ զավակներ չունեն, թորներ չունեն։ Ու մենք մեր հասարակության մեջ տասնյակ հազարավոր այդպես տատիկ պապիկներ ունենք, որ հարուստ ժառանգներ չունեն, որ վիճակի չեն իրանց առողջության համար, իրանց ծնողների առողջության համար վճարեն։ Սիրելի տատիկ պապիկներ, այդ ձեր առողջության համար, ձեր շատ թանկ առողջության, որ 2 միլիոն, 3 միլիոն, 4 միլիոն, 800,000, 300,000, 600,000 դրամ արժի այդ բուժումը, պետությունը վճարում է եւ դրանով տասնապատիկ, հարյուրապատիկ, հազարապատիկ ավելացնելով ձեր թոշակները։ Էդի ավելացումը։ Նորից եմ ասում, որ Աստված չտա, ինչ որ առողջական խնդիրներ ունենաք, նստեք եւ փառք Աստծուն, սպասեք Աստծո հրաշքին կամ մահվան գալուն սպասեք։ Ոչ, կառավարությունը ազատել է ձեզ այդ տառապանքներից, այդ սպասումներից եւ այլևս ձեզ թույլ չի տալիս, որ ձեր առողջության համար նստեք եւ մահվանը սպասեք կամ փառք Աստծո հրաշքին։ Իհարկե, կեցե փառք Աստծո հրաշքին, թող Աստծո հրաշքը ամեն ուր լինի Հայաստանի Հանրապետությունում։ Բայց կառավարությունը ձեր թանկարժեք թանկագին առողջության համար վճարում է ձեզ պարգևելով կյանք քաջ առողջություն։ Ես ասում եմ, մեր տատիկներ չէր հավատում, այսօր հուզված իր շնորհական խորհուրդներ ասում։ Չէր հավատում։ Ու ասում էր հայերի դեպքում մի 10,000 դրամ ավելացրել է լավ կներ։ Կամ 20,000, կամ 30,000։ Բայց այսօր տատիկը զանգել է ինձ ուրիշ բան է ասում։ Ինձ ուրիշ բան է ասում։ Ես այդ ձև օրհնանքի խոսքեր չէի լսել։ Տատիկի սրտից ավտոմատ խոսքեր էր հելնում։ Ավտոմատ ինքն իսկ այդքան խոսքեր էր հելնում։ Ու տատիկ իր խոսքերը, իր շնորհակալության խոսքերը հայտնեց։ Ուղղակի տատիկի այդ տղուն ես մի բան կասեմ։ Գյադա, քո նման շատ ժառանգներ կան, որ նստած կոմենտ են գրում, հայհոյում են։ Այ 10,000 դրամ չավելացրիք։ Դուք գիտեք ովքեր եք։ Այ ոնց որ դու ամեն ամիս տատիկի թոշակից գրքում էր 30-40,000 դրամ, արագ իր առնում լակում, այ քո տեսակն է կոմենտ գրում։ Որովհետև քո մամայի առողջությունը քեզ չէր հետաքրքրում։ Չէր հետաքրքրում։ Բա դու սպասում ես տատիկը երբ հայսա գնա թոշակը ստանա, որ 30-40,000 դրամ ծալպցնես տանես, արագ առնես, լակես, պատի տակ։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե խաղաղությունը, կեցե հայ մարդու լեգիտիմ որոշումը, հայ մարդու որոշման դեմը խաղ չկա, հայ մարդու սեփական ձեր բերման դեմը ուժ չկա, հարստություն չկա, դեմը խաղ չկա, չկա այդ օտար երկրի ալիգարխ, չկա այն ձև օտար երկրի տասովչիկներ, որ օտար երկրի պետություններից պարախոդները ստացել են տասովչիկություն են անում օտարի համար, սպասարկելով օտարի չայրը, ոչ մի օտարի տասովչիկ, ոչ մի մոսկվաբնակ օլիգարխներ, չկա, այդ ուժը դրանք չունեն, այն ուժը, այն հարստությունը, այն հզորությունը ինչ ունի, որ ունի հայ մարդու սեփական որոշումը, ձեռքբերումը։ Կեցե խաղաղությունը, Հայաստանի Հանրապետության կյանքը, երջանկությունը, հավերժ լինելությունը, տարբեր ոլորտների ձեռքբերումները, ուժեղացումը, դա խաղաղության մեջ է։ Աշխարհը կյանքը, երջանկությունը դա խաղաղության մեջ է։ Եվ կեցե խաղաղությունը։ Այս խաղաղության սպառնալիքները պետք է վարկյան առաջ հայտնվեն քաղաքական մակարդակով հայ մարդու ոտքերի տակ եւ ոչինչ անան։ Ու կոչինչ անան։ Ուղղակի ես ուզեցա մեր շատ սիրելի տատիկի հուզմունք քարտայ, շատ հուզված էր, շատ ուրախ էր եւ իր ասում եմ 15 չէ շատ է կներ հունվարի ներողություն հունվարի 3-ին էր կամ 4-ին եթե չեմ սխալվում հունվարի 3-ին կամ 4-ին էր տատիկ ուրիշ բաներ ասում բայց այսօր մեր շատ սիրելի տատիկը ուրիշ բաներ ասում բոլոր տատիկ պապիկներին քաջ առողջություն սիրում ենք ձեզ հպարտանում ենք ձեզնով դուք ինչքան առողջ եք ինչքան երկար ապրենք այդքան մենք ավելի ուժեղ ենք լինելու առողջություն ձեզ լավ եղեք բարի գիշեր սիրելի մարդիկ